կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնեն, թե ինչ էստոնական կոնցեպտը թվայնացման, այսինքն մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու, ընդ որում ես Էստոնիա կատարած այցի ընթացքում եմ այդ այցի արդյունքներով եմ այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով այդ հանձնարարականը տվել, որ փորձագետին, ով մասնագիտացած է հենց ներկայացնելու գործում եւ այնտեղ էլ ես իր ներկայացրածը լսել եմ, որպեսզի մեզ ասեն, մեզ սովորեցնեն նաեւ թե ինչպես է դա պետք անել, որովհետեւ այո, եթե մենք նայենք թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա կամ ընդհանրապես եւ այն ինչ ունենք, վստահ չեմ, որովհետեւ մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթը ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի եւ այսպիսի բազմաթիվ բաներ։ Այնպես որ այո, այդ հարցը պետք է լուծենք, բայց մենք պետք է նաեւ խոստովանենք, որ շատ հարցեր, որ հրճակում ենք եւ չենք կարողանում լուծենք, ինչի չենք կարողանում լուծել։ Դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ։ Չգիտենք ոնց լուծենք։ Պատե ենք կպնում, չգիտեմ, էստա ենք գնում, մրցույթ ենք հայտարարում, հետո այդ մրցույթում հաղթում է մի հատ հրաշալի ընկերություն, որը պատրաստ է 5 միլիարդանոց ծրագիր անել 50,000 դրամով։ Ուրախանում ենք, ասում ենք, տեսեք 4 միլիարդ 990, չգիտեմ քանի միլիոն խնայեցինք մեր պետական բյուջեի, հետո 5 տարի դատաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն գիտելիք չունենք, գիտելիք եւ մասնագետների պակաս ունենք, մարդկային ռեսուրսի իմացությամբ մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք։ Ու չենք սրա մասին ընդունված չի մեզանում ոնց կարա տենց բանը լինի։ Այսինքն այս բա մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, բա մենք այս 3000 տարվա մեջ ուրեմն պետք է գնանք 1000 ներողություն Էստոնիային հարցնենք, թե մենք ոնց թվայնանանք, մենք իրանք որտեղ էին, որ մենք մեր բաներով, տառերով թվեր էին գրում եւ գումար, լսեք, էսա մենք միջև չառերեսվենք սրան, մենք չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան։ Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետեւ մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք։ Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր, լսել ես ձայն, բայց չգիտես, թե ուր է այն։ Մենք անդադ ձայներ ենք լսում, բայց կոորդինատը չենք կարող որոշենք, այդ ձայնը որտեղ է։ Եվ որ կոորդինատը չես կարող որոշես, ո՞նց ես այդ ձայնի հարցը լուծելու։ Ու դրա համար անընդհատ գնում ենք ու տեղ մենք հայտնվել ենք կենացի ժանրում։ Պետք է դուրս գալ կենացի ժանրից, որը բոլորովին ուրիշ պարամետր է, որը ենթադրում է գիտելիք։ Կենացը ինչով է տարբերվում գործողությունից, որ կենացը ասում ես, դա չի ենթադրում, որ դու նաև պետք է հիմնավորես եւ բացատրես եւ պլան ունենաս, թե դա ոնց ես իրականացնելու։ Ասենք կողքդ կանգնած եմ, ամբողջ ցանկացած հարցով կարաս ինձ դիմել։ Որ ցանկացած հարցով։ Ինչպես կարանք դիմենք, ինչ երաշխիքներ ես տալիս։ Դա կենաց ասում ես էլի։ Իսկ եթե դա գործողություն է, դրա տակ պետքա լինի հարցի բանաձևը եւ դրա լուծման ուղիները։ Համեցեք բանները։ Քանի որ անդրադարձ եղավ տվյալների քաղաքականությանը, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ազգային ժողովը առաջին ընթերցման արդեն իսկ ընդունել է հանրային տեղեկությունների մասին օրենքը, որտեղ տվյալը մեկ անգամ սկզբունքը ամրագրված է։ Այսինքն օրենքն ամբողջությամբ ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո
Բայց դրա խախտման համար պատասխանատվություն կա սահմանված։ Ուղղակի օրենքով արգելվելու է որևէ երկրորդ գերատեսչության պահանջել պարզապես տեխնիկապես հնարավորություն չի լինելու երկրորդ անգամ մուտք գործելու տվյալները ամրագրելու բազայում, այսինքն լինելու է տվյալների կենտրոնացված քաղաքականություն, ԲՊՌ-ում տվյալները հավաքվելու են եւ պետական գերատեսչությունը արդեն հայցում է կատարելու ԲՊՌ-ին տվյալները այդտեղից ստանալու։ Այսինքն աղբյուրը ցույց ենք տալիս, ասում են ստեյց պետք է ստանալ տվյալը, նշանակում է տվյալները պետք է ներբեռնել այդտեղ։ Եթե ներբեռնված է, արդեն ներբեռնել։ Այսինքն մենք մեր քաղաքացիների մասին հոգ տանելով որոշել ենք օրենսդրական բարեփոխմամբ իմպերատիվ սահմանել, որ այդ շփումը քաղաքացի պետական գերատեսչություն պետք է լինի բացառապես կյանքի ընթացքում մեկ անգամ եւ օրենքն ընդունվելուց հետո պարզապես սա տեխնիկապես հնարավոր չի լինելու, ընդ որում գերատեսչությունը ամբողջական տվյալը չի ստանալու։ Գերատեսչությունը իր ծառայության համար անհրաժեշտ այն տվյալն ստանալու կենտրոնացված համակարգից, որը որ իրեն անհրաժեշտ է։ Շատ լավ, համեց։ Սա էլ է հրաշալի հնչում, պարոն վարչապետ, եւ անպայման պետք է իրականացվի, բայց պետք է հստակ հասկանանք, որ տվյալների մասին է խոսք։ Օրինակ, անձնագրի սերիան, եթե պետական մարմինը քաղաքացուց ամեն անգամ ուզում է, դա աբսուրդ է։ Լրիվ համաձայն եմ օրենքի տրամաբանության հետ։ Մի անգամ պետություն գիտի, պետությունն է տվել այդ տվյալը։ Ինչ է նշանակում ամեն անգամ ուզետը։ Բայց դա email-ին կարծում եմ չի կարող էլեկտրոնային փոստի հասցեին վերաբերվել։ Եվ փորձեմ ասել ինչու։ Դիցուք ես ունեմ մի քանի էլեկտրոնային փոստեր։ Մի էլեկտրոնային փոստը դա երբ որ ես պարտավոր եմ ինչ-որ դաշտում դա լրացնել, բայց ես երբեք չեմ անդրադառնում դրան, չգիտեմ, 1001 կամ ընդհանրապես եւ ունեմ օգտագործվող։ Հաճախ քաղաքացիները այդպիսի հնարավորության դեպքում տալիս են էլեկտրոնային հասցեներ, որոնք իրանք շատ հազվադեպ են օգտագործում։ Եվ հիմա մեր մոտ կարա առաջանա իրավիճակ, որ քաղաքացին առաջի անգամ պետության հետ առաջվի մի այդպիսի իրավիճակով, որը մեկ էլ իրան պետք չի գալու, դա այդ իր կեղծ էլեկտրոնային հասցեն, կամ չօգտագործող կեղծ։ Հիմա համակարգը դա կհամարի որպես ճիշտ էլեկտրոնային հասցե եւ կշարունակի այն կարևոր ծառայությունները այդտեղով։ Բայց կներեք, բայց գոյություն ունի պաշտոնական էլեկտրոնային հասցե, որ պետությունն է բացում քաղաքում։ Այստեղ էլ ներողություն, պարոն վարչապետ, հիմա այս խոսակցության ընթացքում այն մոտ էլ է շփոթ կամ հարց առաջացավ, այսինքն մենք այն փոլիսի-ում դրած հասցեն դնում ենք մի կողմ եւ յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծում ենք նոր էլեկտրոնային հասցե։ Տենց աշխատելու բարձ չի մասը։ Պաշտոնական հարթակով միշտ է քաղաքացին ծանոթվելու, այսինքն այդ ձեր կողմից նշված պաշտոնական էլեկտրոնային հասցեն, որը գործելու է պաշտոնական հարթակում, հարթակը իրենից ներկայացնում է ինտերֆեյս, որտեղ քաղաքացին մուտք է գործելու իր կաբինետ, այնտեղ միշտ ծանոթվելու է։ Անձնական էլեկտրոնային հասցեն հավելյալ ծառայություն է, այսինքն ինքը կուզենա կտա այլ էլեկտրոնային հասցե, կուզենա հետո կփոխի այդ էլեկտրոնային հասցեն, բայց այն ինչ արվում է հենց քաղաքացու հարմարավետությունը ապահովելու համար։ Այսինքն այս տեսանկյունից մենք Եվ այդտեղ էլ մի անգամ սկզբունքը չի խախտվում, որովհետև քաղաքացին մի անգամ ասում է ինձ այս հասցեից բացի այս հասցեն էլ։ Եթե ինքը փոխեց իր էլեկտրոնային հասցեն, էլի ինքը տալիս է երկրորդ անգամ, էլի մի անգամ սկզբունքը չի խախտվում, որովհետև ինքը մի անգամ տալիս է այս նոր էլեկտրոնային հասցեն։ Եթե ընդհանրապես ոչ մի հասցե չի տալիս, էլի չի խախտվում սկզբունքը, որովհետև կառավարությունը իր համար արդեն բացել է էլեկտրոնային հասցե։ Եթե ինքը չի մտնում այդ էլեկտրոնային հասցե, էլի չի խախտվում, որովհետև ինքը արդեն ունի հարթակներ, որտեղ կամ PEC-ով կամ ազդարար EM-ով։ Իսկ անձնական տվյալների պաշտպանությունը այդ բոլորովին ուրիշ ոլորտ է, որը վերաբերվում է ամեն ինչին։ Հետևաբար անձնական տվյալների հետ գործ ունեցող բոլոր մարմինները, բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում պետք է առաջնորդվեն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի կարգավորմամբ, որը մեր մոտ իմիջիայլոց էլի բարեփոխումների գործընթացում է, որովհետև մենք համարում ենք, որ այն համակարգը, որ այսօր ունենք, մենք նույնիսկ հիմա քննարկում ենք անձնական տվյալների պաշտպանության գործակալության բարեփոխումների հարցը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես նկատի ունեմ հարցերը պետք է տարբերակել եւ ըստ էության
Բայց իհարկե ընթացքում էլի հարցեր կառաջանան, այնպես չի, որ մենք հիմա բոլոր հարցերին պատասխանեցինք կամ բոլոր հարցերը կանխատեսեցինք։